Չարյաց փոքրագույնի ընտրությունը։ Ժողովուրդ ջան, ձեր տեղյակներն հենա խլել ենք։ Գնացեք, ձերնա։ Փալասի տեղ դրած ոտքերն է սրբում վրա։ Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկին է։ Հայրենասիրությունից մի քիչ մնացել էր տակը, դոզակար։ Բոլոր կարմիր գծերը անցել է, արդեն ընտանիքներ է մտնում։ Հենց դուրսական հաջորդ օրը Թուրքիան մտնելու է։ Ուղիղ Գյումրի։ Խնդրեմ, քո ադրբեջանական տարածքները վերցրեք, անուշ լինի։ Դունյաց ողջույններ են ուղում ինք ասում, ողջույն եղբայր, ողջույն եղբայր։ Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել։ Ժողովրդավարական կոնսուլակերը ո՞նց է լինում։ Այն ժողովուրդը տեղ չի ունենալու գնալու։ Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից, որը վերջին շրջանում շատ ջղացիկ շարժումներ է անում ու ջղացիկ հայտարարություններ, երևի դրանից սկսենք արեք։ Դրանից սկսենք, բայց մինչ այդ չմոռանանք մեզ դիտողներին եւս մեկ անգամ խնդրել, հորդորել, կոչանել, որպեսզի բաժանորդագրվեն, միանան մեր YouTube-յան էջին, Facebook-յան էջին, մեկնաբանություններ գրեն, տարածեն մի խոսքով։ Այքեն սրտիկեն 7-րդ TV YouTube-յան ալիքը, նաև Մահակ podcast-ի Facebook-յան եւ TikTok-յան հարթակներում նաև ունենք։ Եվ 7-րդ AM-ի Facebook-յան էջը, այո, այսինքն մի շարք հարթակներ կան։ Այո, որ հարթակին ձեր սիրտը ուզում է, կարող եք միանալ, կարող եք բոլորին միանալ, բաժանորդագրվել եւ տարածել մեկնաբանություններ գրել։ Հիմա սկսենք։ Սկսենք, ինչպես ասեցիր, այո, Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքից, որովհետև եթե մյուս քաղաքական ուժերը իսկ այս խորհրդարանական ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք, բոլորը բացի մի հոգավորից քարոզարշավ են իրականացնում, մեծ հաշվով այո, դասական քարոզարշավ են իրականացնում, իսկ այդ մի հոգավորը արդեն մարտեր առանց կանոնների այդ ձևաչափին է անցել, նույնիսկ ընտանիքներ է մտնում, իրեն պատառոտում է, ձայնը գլուխն է գցել, ձայնը լարերը այսպես պատռելով իրեն մեջտեղից կիսում է, հիստերիկացել է, բոլոր կարմիր գծերը անցել է, արդեն ընտանիքներ է մտնում, իսկ պատճառը շատ պարզ է, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ հունիսի 7-ի ընտրություններով պարտվում է։ Փառքաստու նաև տարբեր բնակավայրեր այցելելով համարձակ քաղաքացիներ են հայտնվում, որ դեմքին ասում են այն, ինչ իրականում մտածում է հայ հասարակության մեծամասնությունը, ինքն էլ այսպես երեսը պնդացնելով աներեսի նման աչուձախ ողջույն եղբայր, թե ասա հայերը քեզ ինչ եղբայր, քեզ հազիվ թուրքերն ու ադրբեջանցիները եղբայր լինեն, չնայած նրանք էլ իրեն որպես եղբայր չեն ընդունում, փալասի տեղ դրած ոտքերն է սրբում վրան եւ որպես գործիք են օգտագործում։ Մի խոսքով, այս մարդը ջղաձգվել է, շատ լավ գիտի իր վիճակը ինչում է, դրա համար էլ այսպես անկանոն շարժումներ է անում, բայց ժողովրդական խոսքը ասում է շունը հաչում է, քարավանը գնում է, այնպես որ ինչքան էլ որ ինքը գորգորա ճղի իրեն մեջտեղից պատրվի, միևնույն է քարավանը գնալու է եւ հունիսի 8-ին մենք արթնանալու ենք հայկական Հայաստանում։ Բայց Արեգնաս ասա, որ լավ երես ունի։ Օրինակ ոչ մեկ պնդաճակատ։ Հա, այտենց են ասում կոմեշի կաշի է քաշած երեսին, լրիվ այդ վիճակն է, էլի, ասենք ես ին վրա եմ վերցնում, դու հավանաբար համոզված եմ, էլի։ Դե դերեն իջան, չէ, տենց բնդե ասում ունի, ոչ արժանապատվություն ունի, ոչ մի սրբություն չունի, ընդհանրապես մարդկային դրական որևէ արժեք չունի, ինչ ես ուզում իրենից։ Դռնից դուրս են անում լուսամուտից ամտնում, լուսամուտից դուրս են անում դռնից ամտնում։ Երեսին թքում են ասում անձրևակալից։ Դունյաց ողջույններ են ուղում, ինք ասում ողջույն եղբայր, ողջույն եղբայր։ Ու այն որ ասեցիր իր քարոզարշավի յուրահատկությունները ներկայացրեցիր իր կողմից վարվող, պետք է նշել, որ 21 թվականին էլ նույն վիճակն էր, էլի նույն ձևի ընտանիքներ էր մտնում, էլի նույն ձևի ճղճղում էր, այն ժամանակ Չաքուջ էր առել ձեռքը, Չաքուջը թափահարելով ման էր գալիս, հիմա չգիտեմ ինչ են տվել ձեռը, ինչ որ բան չկա, չէ՞ հələ։ Չէ, հիմա այդ սրտիկ մրտիկների հիմա այդ սրտիկի այդ թխվածներ ու քարտեզներ են բաժանում։ Հիմա Հայաստանի Հանրապետության քարտեզներն ուտում են բառի բուն իմաստով։ Այո, եւ սրտիկները դրանից հետո Արեգնաս այդ ամեն ինչով հանդերձ ուշադրություն դարձրեք, որ այս մարդը մտել է բոլշևիկի, այսինքն իր պարագայում նեոբոլշևիկի կերպարի մեջ։ Լենինը, որ ասում էր, ասենք, պալատները բանվորներին, հողը գյուղացիներին, կուլակներին բանդեր, չգիտեմ, կուլակաթափ անել եւ այլն, հիմա այս մարդը հիմա այդ հակադրություններ կներկայացնեմ, հայտարարում է, որ մենք խլում ենք դղյակներ, ժողովուրդ ջան, ձեր դղյակներն հենա խլել ենք, գնացեք, ձերնա, գնացեք մտեք ապրեք։
Հա, ու նմանատիպ բաներ, ասում է, վերցնում ենք, տալիս ենք ձեզ 6 միլիարդ, չգիտեմ, որտեղից վերցրեցինք, տվեցինք ձեզ։ Հիմա փորձենք հասկանալ, թե այդ 18 թվականից էլի նույն հռետորաբանություններ, բոլշևիկյան հռետորաբանությամբ էլի եկավ, էլի հայտարարում էր, որ խլում են, տալիս են ժողովրդին, հիմա հասկանանք, օրինակ դղյակների պահով, հիշում ես 18 թվականից մինչև հիմա, քանի դղյակ են տվել ժողովրդին, ասենք միջին վիճակագրական վաղոն կարող է գնա այդ դղյակում ապրի կամ օգտվի, կամ ասենք Պետրոսը, Պողոսը եւ այլն։ Չէ, բայց միջին վիճակագրական Արարատը, չգիտեմ, այնտեղ Ռոմանոսը եւ իրենք նոր դղյակներ են ձեռք բերել։ Չէ, ես ասում եմ այն խլածները, հա։ Խլած դղյակները, խլած հյուրանոցները, չգիտես ինչ տարօրինակ զուգադիպությամբ անցնում են իրենց սրտի օլիգարխների։ Դիցուկ Հովիկ Աբրահամյան կար, չէ՞, վարչապետ, հետո ազգային ժողովի նախագահ եւ այլն, որ քաղաքականությամբ զբաղվելու համար որ հայտարարում էր, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէր, այո, ճիշտ է, եւ իր տան հետ կապված մանումենտի այդ դղյակ կոչվածի հիշեցնենք թե ինչ տեղի ունեցավ, էլի կալանք դրեցին, էլի նույն ձևի հայտարարում էր, որ խլում ենք ժողովրդյան թալանածը եւ այլն, հետո ստացվեց այնպես, որ կալանքը 1 ամսով թե 2 ամսով հանեցին, այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը հաջողացրեց այդ տունը վաճառել, չգիտեմ, 1 միլիոն 2 միլիոնով Նիկոլի սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։ Հետո նորից կալանք դրեցին այդ տան վրա։ Սա ինչ է։ Սա արդյոք կոռուպցիա չէ, սա արդյոք այսպես կոչված թալանածը մեջ անելու քաղաքականություն չէ, դե հարցերին թող ժողովուրդը պատասխանի։ Նույնը տեղի ունեցավ, կարծեմ Golden Palace հյուրանոցի հետ, Ծաղկաձորում գտնվող, այսինքն այս մարդիկ այս նախընտրական շրջանում մտնում են նեոբոլշևիկյան կերպարի մեջ, այսինքն դարձել են նեոբոլշևիկներ, որ Ռոբին Հուդ նեոբոլշևիկ, այդպես կարելի ասել, հարուստներից խլենք տանք ժողովրդին, բայց հենց ամրապնդվում են իշխանությանը, անում են ուղիղ հակառակը։ Նիկոլ Փաշինյան նեոբոլշևիկ Ռոբին Հուդը իր իշխանության տարիներին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, տասնապատկել է կոմերցիոն բանկերի եկամուտները։ Այն մարդը, որը խոսում է հարուստներից խլելու աղքատներին բաժանելու մասին, 11 անգամ իր իշխանության օրոք կոմերցիոն բանկերը ավելի շատ շահույթ են ստացել։ Իսկ այդ շահույթի հիմնական մասը որտեղից։ Վարկերից։ Այսինքն հիմա ժողովրդի մի ստվար մասը, եթե չասեմ մեծամասնությունը, վարկային ստրկության մեջ է։ Դա Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին։ Եվս մեկ բան հիշեցնեմ, 18 թվականից հետո հիշում եք մի դեպք, երբ որ ինչ որ մեկը քաղաքացի եկել էր ոտքով խփում էր կառավարության դռանը։ Հելավ ասեց ձեր դուրնա, ինչ ուզում եք արեք։ Որոշ ժամանակ հետո ինչ տեղի ունեցավ, հիմա յուրաքանչյուր ոքով անցնում է կառավարության մոտով, կարող է ուշադիր նայել պատուհաններին եւ տեսնել ճաղավանդակներ։ Եվ թիթեղապատ այդպիսի բաներ կան, չէ, դարպասների նման, որ իջնում են, փակում են ամբողջությամբ։ Այսինքն մի դեպքում ասում է ձեր տունն ա մտեք, մյուս դեպքում արդեն սարքում է անմատչելի բերդ, ամրոց։ Այդ նույն պատմությունը ինքը ազգային ժողովի եւ նախագահական նստավայրերի հետ արեց։ Բացեցին, ասեցին ժողովուրդ չան, այլևս ձեր այգին է, եկեք, վայելեք եւ այլն։ Դա տևեց մի տարի էլ չտևեց կարծեմ։ Շատ կարճ։ Բերեցին, միանգամից զոդեցին ամբողջ դարպասները փակեցին, սվարկալեցին, ֆիքսել եւ վերապարակել։ Հա, այո, ճիշտ է։ Ասեցին ժողովուրդ չան, այլևս հեռու մնացեք ազգնդիրներից, որովհետև դուք այլևս վտանգաճ զզվում ենք ձեզանից մի խոսքով, բայց ընտրությունների ժամանակ սկսում են շատ սիրել, հիմա անընդհատ ասում է սիրում ենք ձեզ, սիրում ենք ձեզ, սիրում ենք ձեզ։ Իմիջիայլոց մի բան էլ ասեմ, Տերենիկ, շատ կարճ ժամանակ անց ոչ միայն զոդեցին ազգային ժողովի դարպասները, այլև ամբողջ 4 շրջակայքով, 4 կողմով պարիսպների վրա բերեցին եւ այսպես հոսանքալարերով ինչ որ անվտանգության համակարգեր այդպես ստեղծեցին, որ հանկարծ եթե մոտենան միանգամից հոսանքը խփի քաղաքացիներին։ Այդպես են սիրում էլի մեր քաղաքացիներին։ Բայց ժողովրդավարական ինչ էր,
Բաստիոն, կոնցլագեր, ժողովրդավարական կոնցլագերը ո՞նց է լինում։ Հայ միջալից ազգային ժողով որ մտնում էր, քեզ լրիվ կոնցլագերում էր զգում։ Զինվորական հագուստներով երբեք այդպիսի բան չէր եղել։ Այդ անվտանգության աշխատակիցները զինվորական հագուստներով, չգիտեմ, ոտքից գլուխ զինված պատտվում էին, ասենց աչքերը 4 արած, ոնց որ չգիտեմ որտեղ էր ու չգիտեմ ով է իրել, ինչ պետք է Դե անել։ միջև հիմա նույն վիճակն է։ Այնտեղ բաներ էին տեղա, դու ավելի լավ կիմանաս, չէ՞, այնտեղ դառը փորձ ունես երևի աշխատելու։ Շատ դառը։ Մեծ ինչ են ասում, Մետաղորսիչներ ամեն քայլափոխին դրել են։ Քայլափոխին Ալենի սիրած այդ քո ասած կանաչ մարդիկ, որ յուրաքանչյուր դեպքում, երբ իրենց անհրաժեշտ էր, կանչում էին, սրան նրան հանում էին դահլիճից, ուրիշ բաները նպատակներ։ Հետո մի հատ sense լավ պարգևավճար էին տալիս, շնորհակալություն էին հայտնում ագրեսիվ արձագանքելու եւ իրենց հրահանգները կատարելու համար։ Սա ինչի համար ենք ասում, որովհետեւ այն ինչ որ դուք տեսնում եք, շատերը կարող է մոռանում են, որովհետեւ էլի նշենք, որ ինֆորմացիոն հոսքերը շատ են, շատ արագ են եւ մարդիկ սկսում են կապը կորցնել անցյալի հետ մի տարվա, 2 տարվա, այլ չասեմ 8 տարվա առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Տերենիկ իմիջիալոց մի բան էլ միտքդ հիշի, որ շարունակես, այս ազգային ժողովի հետ կապված թեման փակենք, անցնենք առաջ։ Այդ անվտանգության աշխատակիցների մեջ շատ լավ տղաներ էլ կային իրականում, նայում ես այսպես լուսավոր երիտասարդներ էին։ Ու սովորական օրերին շատ նորմալ բարևում էին, իրեն շատ համեստ էին պահում, շատ խելոք էին պահում։ Իսկ երբ այդ հրահանգը իջեցվում էր, որ հարցակվեք, այսպես սրբեք տարեք, հա, ընդդիմադիր падգամավորներին, ոմանք իրոք ամաչում էին աչքերը գետնին, այսպես չուզելով այդ հրահանգը կատարում էին, բայց կային նաև միջալոց շատ չէին էտել էլի ասեմ, մի քանի հոգի կային, որ կոտողում էին ճտիկով ագրեսիվ մի հատ միանում էին, արյունը խփում էր աչքերին, հարձակվում էին, ոնց որ իրենք ամբողջ օրը նստած դրան էին էլի սպասել, թե երբ պետք է այդ իրանց ագրեսիան թափեն ընդդիմադիր падգամավորների վրա, էլի հաճույքով այդ հրահանգը իրենք կատարում էին, հետո էլ ճտիկով անջատվում էին։ Այդ նույն բանը ես ցույցերի ժամանակ եմ տեսել իմիջայլոց։ Ոտքը չէր հասցնում դներ բանին, փողոցին, փողոց փակելու ժամանակ օրինակ, հա։ Որի իրավունքը բոլոր միջազգային օրենքներով իրավունքներով քաղաքացին ունի իր բողոքն արտահայտելու, ոտքդ չէր հասցնում դներ փողոց, ասենց ճտիկով միանում են մի կոտողոց, այսպես չգիտեմ վայրենիների նման հարձակվում էին, հենց ասում են լավ, всё թողնում ենք, ճտիկով անջատվում էին, հետ էին գնում։ Սորմանը դե ազվերինը չգիտեմ ինչ էին խմացնում։ Հա, ոնց էին տենց միանգամից միանում անջատվում, ես դա չեմ իրոք չեմ կարողանում հասկանալ։ Այս առումով երկու դիտարկում անեմ։ Նախ այդ ոստիկանների անվտանգության աշխատակիցների աննորմալ մեծ թվի մասին, որովհետև այն ինչ կա ազգային ժողովում, նույն ըստ էության փողոցներում է, չէ՞, ասենք, տեսնում ես աշխատանքային ծաղկուն տարիքում գտնվող հազարավոր տղամարդիկ, ովքեր պետք է բարիք ստեղծեին այլ տեղերում, զբաղված են ԿՊԱ-կան իշխանության պահպանմամբ եւ պաշտպանմամբ։ Այսինքն իրենք արդյունք չեն ստեղծում, իրենց ստեղծած արդյունքը բացառապես Նիկոլ Փաշինյանին պահելն ու պահպանելն է։ Սա կորցրած աշխատուժ է երկրի համար։ Նախ դա։ Հետո Նիկոլ Փաշինյանը էլի հիշեցնենք, էլի հիշում եք այն լավ ես ասում աղջիկ վախտեր ընդդիմադիր, երբ հայկական ժամանակ թերթոնի գլխավոր խմբագիրն էր հոդված էր գրում Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ոստիկանապետություն։ Մեղադրում էր Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն, ոստիկանների թիվը աննախադեպ շատացել է, եւ երբ ինքը եկավ իշխանության 2018 թվականին Հայաստանը դարձավ երևի կարելի է ճշտել մեկ շնչին բաժին հնգնող ոստիկանների թվով թիվ 1 պետությունը, թիվ 1 պետությունը։ Այսինքն ինքը ոչ միայն հակառակը արեց, այլ մի քանի անգամ գերազանցեց այն, ինչը քննադատում էր։ Ինչպես որ падավատապետությունը ստեղծեց։ Ինչպես նաև падավատապետությունը, հետո շոու արեցին, չէ, ասեցին մի քանի մեքենա հանել ենք, բան, ինչ են հանել։ Ոչ մի բան։ Շարքային ծառայողները, պետծառայողները, որ կային, դրանց ձեռքից մեքենաներ վերցրեցին, բայց իրենց գերթանկարժեք մեքենաներ առան։ Իրենց սպասարկող։ Այո, Ալեն Սիմոնյանի BMW-ները, չգիտեմ, բոլորին ինչի են Ալեն Սիմոնյանին։ Աննա Հակոբյանի եւ Մարիամիկի համարել էին արել։ Ճիշտ է, այո։ Հետո ասում են, դե պետության կողմից պահպանվող մարդիկ են, հիմա պետք է պահպանեն։ Հետո մի պահ հիշում ես, ասում են ինքնաթիռել ենք ուզում առնենք, չգիտեմ, առան այդ ինքնաթիռը թե չառան,
Են Էդվարդ Աղաջանյան կարա աշխատակազմի ղեկավարներ է ժամանակ Նիկոլ Փաշինյանի, ասում է մաշված է, ինքնաթիռը մաշված է, պետք է Նիկոլ Փաշինյանի համար հիմա էլ ինքնաթիռ առնել։ Հա, իսկ գիտեմ Աննա Հակոբյանին առանձին Նիկոլ Փաշինյանի համար, բայց հա Աննային էլ կառնել։ Դե մարդ ես հիմա ասում է փող շատ կա, հիմա կարող են ծախսել։ Որտեղ կսեն։ Ու իրենք էլի կրկնենք, որ պետական բյուջեն դարձրել են իրենց սեփական գրպանը։ Եթե առաջ մենք բազմաթիվ անգամներ քննադատել ենք, հա, 7 օրի էջերում, տարբեր հարթակներում նախկին իշխանություններին կոռուպցիայի եւ նմանատիպ այլ բաների համար, բայց այս իշխանությունը մի քանի անգամ գլխել է նախորդներին։ Այսինքն այն ինչի վրա ինքը եկել էր իշխանության 18 թվականին, արել է դրա ուղիղ հակառակը, արագաչափերի հետ կապված, բանկերում վարկերը ներելու նմանատիպ լիք խոստումներ կան, չէ՞։ Թանկացումներ չլինելու։ Թանկացումներ եւ այլն եւ այլն։ Հիմա 18 թվականին ինքը եկավ նման խոստումներով, արեց ուղիղ հակառակը, 21 թվականին ինքը տվեց խոստումներ պաշտոնապես գրավոր հայտարարեց Շուշիի Հադրութի դեօկուպացիայի մասին, Արցախի ինքնորոշման ճանաչման մասին եւ նմանատիպ այլ հայրենասիրական անվտանգության երաշխավորներ Արցախին։ Այո, իրենք են գրել, այդ մենք չենք ասում, իրենց գրած ու ստորագրածն է։ Արեցին ուղիղ հակառակը, ինչ գրել էին 21 թվականին։ Հիմա եկել են 26 թվական, իրենք հայտարարություններ են անում, հիմա խաղաղությունն են դարձրել իրենց ճակատին խաղաղություն գրած ման են գալիս։ Դատելով նախորդ փորձից 18 թվականի, 21 թվականի մենք կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ սրանք խաղաղության փոխարեն բերելու են պատերազմ։ Ես երեք նայում էի Ադրբեջանի եւ Հայաստանի ծախսերը, ռազմական ծախսերը։ Այն գումարները, որ ծախսվում է սպառազինությունների վրա։ Ադրբեջանը 20 թվականից հետո գրեթե կրկնապատկել է իր ռազմական ծախսերը 2.5 միլիարդից շատ կոնկրետ թվեր ճշգրիտ թվերը չեմ նշում, մոտավոր թվերի մասին է խոսքը, կարող ենք հետո ներկայացնել 2.5 միլիարդից հասցրել է 5.3 միլիարդ դոլարի։ Ինքը Ադրբեջանը ինտենսիվ զինվում է։ Իմիջիայլոց Հայաստանի ռազմական ծախսերն են աճել, այդտեղ պետք է հասկանալ, հա, իմ մոտ տպավորություն է, որ սպառազինությունների մրցավազք է տեղի ունենում, որտեղ Ադրբեջանը աննախադեպ առաջ է, 2.5-3 անգամ առաջ է Հայաստանից։ Հիմա ժողովուրդը թող պատասխանի այդ հարցին, ում վրա է կրակելու ամեն տարի միլիարդներով ձեռք բերված ադրբեջանական զենքը։ Ում վրա է ուղղվելու։ Եթե իրենք խոսում են խաղաղության մասին, ապա ինչի մասին է խոսում սպառազինությունների մրցավազքը։ Եթե նայում ենք վիճակագրությունը իմիջիայլոց 16 թվականի պատերազմից առաջ, այդ գրաֆիկները, որ նայում ես, Ադրբեջանի ռազմական ծախսերը նույն ինտենսիվությամբ աճել է մինչև 16 թվականը ու բռնկվեց 16 թվականի քառօրյա պատերազմը։ Դրանից հետո պահպանվեց, մի քիչ նվազեց, հետո 20 թվականից առաջ է աճել, հիմա է սկսել աննախադեպ աճել։ Հիմա թող սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխաններ տրվեն։ Մինչալուս, եթե հիշում ես, Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մեր զինվելը ջղայնացնելու է Ադրբեջանին եւ դրթելու է, որպեսզի նրանք պատերազմ սկսեն եւ հարձակվեն մեր վրա։ Այդպիսով ինքը արդարացնում էր եւ չզինվելը Հայաստանի Հանրապետության, բայց հիմա այս ընտրությունների նախաշեմին ամսի 28-ին ինչ որ ռազմաշքերթ է, չէ, ուզում անել եւ ցույց տալ, թե տեսեք մենք ինչ զենքեր ենք, էլի բերել, դե ընտրություններին նախաշեմը պետք է այդ պոպուլիզմով եւ PR-ով էլ զբաղվի։ Բայց այսինքն հիմա հարց է առաջանում։ Դու հիմա ուզում ես հրահրել դրթել, որ Ադրբեջանը հարձակվի մեր վրա, այդ ըստ քո տրամաբանությամբ եմ էլի ասում, որ ասում էր, եթե մենք զինվում ենք, ուրեմն մենք բան ենք անում, հրահրում ենք, որ Ադրբեջանը հարձակվի։ Բայց մա ինչ ես անում, ջղայնացնում ես Ադրբեջանին։ Ու այդ նախկին այդ խոսքերի հետ կապված, որ ասում էիր, հիմա էլ Սյունիքի մասին է սկսել խոսալ։ Հա, Սյունիքը ճիշտ։ Այն նույն կերկերուն ձայնով, նույն ոգեշնչությամբ, նույն ոգևորությամբ կանգնել է Սյունիքում հայտարարում է, որ Սյունիքին ոչ մի բան չի սպառնում։ Այդ նույն ձևով
թող մեր քաղաքացիները հիշեն, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը կանգնել Արցախի հրապարակում, Ստեփանակերտի հրապարակում, հայտարարում, որ Արցախը Հայաստանի եւ վերջ։ Մեկին մեկ ոչ մի բանով չի տարբերվում։ Ուղղակի երևի այնտեղ բաներ, հա, մորուքով էր այստեղ սափրված է, հրաշված է։ Իմիջիայլոց այստեղ լրացնեմ, դրանից հետո ինքը սկսեց ինչով արդարանալ, դե ասում այն ժամանակ ես հայրենասեր էի, դաշնակցական գաղափարախոսություններով էի տոգորված։ Դրա համար էլ հայտարարում էի, ես սխալվեցի, ժողովուրդ ջան, չպիտի հայտարարեի, սխալվեցի, Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Հիմա ասենք կարող է հիմա Սյունիքում բանը կամ հայտարարել։ Կարող է ասենք մի երկու ամսից ասի ժողովուրդ ջան, այդ ժամանակ որ ասել է, ելեն հայրենասիրությունից մի քիչ մնացել էր տակը, դոզակար։ Դրա համար կանգնասեցի Սյունիքը Հայաստանը եւ վերջ կամ չգիտեմ Սյունիքին ոչ մի բան չի պատահելու, դե հիմա պատահեց դա այն պատճառով էլ մենք Սյունիքը տանք, որ լավ ապրենք։ Սյունիքը տանք լավ ապրենք, հետո կամաց հետո Վայոց ձոր, հետո ասենք ինչի մենակ Սյունիքը Տավուշի Երևան դե բնականաբար։ Այնտեղ Տավուշի հարց կա, Արարատ Միրզոյանը ինչ էր կերկերուն ձայնով պատմում լրագրողներին, որ Հայաստանում կան տարածքներ, չէ, ադրբեջանական տարածքներ։ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ։ Ժողովուրդ ջան, դա ինչի մասին է։ Դա այն մասին է, որ եթե կան ադրբեջանական տարածքներ, գալու է մի բա, երբ որ ասելու են Ալիև սկուտեղի վրա, խնդրեմ, քո ադրբեջանական տարածքները վերցրեք, անուշ լինի։ Այսինքն այդ նյուանսներին խնդրում եմ ուշադրություն դարձնել, էլի, որովհետև անընդհատ չի կարելի փոცხին կողել, երբ դեմքի դա այդ պոչը խփում, էլի, ու անընդհատ այդ բանին կողում ես ու սպասում ես այլ արդյունքի։ Այդ ամեն դեպքում քո դեմքին խփելու է այդ պոչը։ Հետևաբար դերենիք եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին հիշեցնենք, ընդգծենք, ուշադրություն հրավիրենք, որ հունիսի 7-ի ընտրությունները ջրբաժան են լինելու։ Ջրբաժան Արևմտյան Ադրբեջանի թե Հայաստանի Հանրապետության միջև, ջրբաժան պատերազմի թե երաշխավորված խաղաղության միջև, ջրբաժան Արցախի ճակատագիրը կրկնելու թե անկախ անվտանգ Հայաստան ունենալու միջև, ջրբաժան աղքատությունը իրենց գրպաններում շատ արագ հաղթահարած ՔՊԱ-ականների բարեկեցիկ կյանքի թե սովորական քաղաքացիների արժանապատիվ կյանքի միջև, ջրբաժան մանկուրտ լինելու թե պատմություն, ինքնություն, մշակույթ, հիշողություն ունենալու միջև։ Մի խոսքով հունիսի 7-ին եթե ամփոփելու լինենք եւ ամբողջացնենք, ապա որոշվելու է Հայաստանի Հանրապետության հայկական մնալու ճակատագիրը։ Իսկ սրա համար ինչն է ամենակարևորը, որ մարդիկ գնան ընտրության, որովհետև Նիկոլ Փաշինյանը սարսափում է ընտրություններին բարձր մասնակցությունից։ Ինքը այդքան չի վախենում ցածր տոկոսներ ստանալուց, ինչքան վախենում է, որ ընտրության մասնակցությունը բարձր կլինի։ Հետևաբար սիրելի քաղաքացիներ, ձեզ կոչ ենք անում, գնացեք ընտրության, գնացեք քվեարկեք չարյաց փոքրագույնին։ Ես գիտեմ, ես հասկանում եմ մեծամասնությունը այնպես չի, որ ընդդիմությանը սիրում է կամ չգիտեմ, այսպես հա ոգևորված է մեր ընդդիմության քայլերով, որովհետև շատ սխալներ են եղել։ Բնական է։ Դա մենք հասկանում ենք, ընդունում ենք, ինքներս էլ ենք քննադատում շատ դեպքերում, բայց դուք պետք է հասկանաք, որ հունիսի 7-ին տեղի են ունենալու ընտրություններ չարյաց փոքրագույնի միջև, վատի եւ վատագույնի միջև։ Բնականաբար վատագույնը ընտրելով դուք նաեւ ընտրում եք Հայաստանի վատագույն ճակատագիրը։ Ընտրեք չարյաց փոքրագույններից որևէ մեկին, բայց անպայման գնացեք ընտրության եւ մասնակցեք ընտրություններին ու դեմ քվեարկեք Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին ու իր կցորդներին։ Ամեն դեպքում փոփոխությունը ավելի լավ է, քան այսպիսի գերեզմանային ճարճային վիճակը, որը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը եւ զարգացնում է այդ ամեն ինչը։ Փոփոխությունը, ինչքան էլ ասենք դուք չհամակրեք այդ ընդդիմադիր ուժերին, ինչքան էլ տարբեր մոտեցումներ չընդունեք, բայց փոփոխությունը հույս է տալիս, որ Հայաստանում կարմատավորվի ավանդույթ, որ ոչ մի իշխանություն, հատկապես Նիկոլ Փաշինյանի նման սխալներ թույլ տված, իրեն հավերժ չի զգա եւ մաքսիմում ժամկետը որ կլինի իր իշխանության մնալու, դա 8-ից 10 տարին է։ Սա համաշխարհային փորձից է նաև ապացուցած, որ քաղաքական համակարգը հասարակությունը առողջացնելու լավագույն տարբերակներից մեկն է։ Հետևաբար պետք է գնալ այդ ուղղությամբ, մասնակցել, քվեարկել հականիկոլ, այսինքն ոչ Նիկոլին, հետո ում ուզում եք, բայց այնտեղ կան եւս որոշ նիկոլական պրոքսի
ուժեր, օրինակ Արամ Զավենիից, չէ, տենց ինչ որ կան։ Մի քանի հոգու ներդրել են, այդպես որ ձայները նաև փախցեն։ Ձայներ փախցեն, դե այնտեղ երևում է էլի իրենց խոսակցությունից, երբ որ ասում ենք հականիկոլ քվեարկություն, նկատի ունենք նաև դրանց, էլի, որովհետև իրենց քվեն վերջի արդյունքում գնալու է Նիկոլ Փաշինյանին, ինչպես եղավ Երևանի հավաքանու ընտրություններում 23 թվականին։ Ընդդիմադիր անվան ներքո իրենք անցան Երևանի հավաքանի, հետո այսպես կուլիսային բանակցությունների, առևտրի, պայմանավորվածությունների, այսպես ասած անասնագողության արդյունքում զորով բերեցին փոքրամասնության իշխանությանը, նստեցրեցին Տիգրան Ավինյանի դեմքով այդ աթոռին։ Նույնիսկ այն թունդ ընդդիմադիր բառապաշարով հանդես եկող քաղաքական ուժերը մտան այդ բազարի մեջ, գործարքի մեջ։ Այսինքն խնդրում ենք ուշադիր լինել այս տեսանկյունից, Արեգնաս, եւ մեկ համեմատական էլ տանեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության անատոմիան բացահայտող դրվագ է Զելենսկու նախկին մամուլի խոսնակ Յուլիա Մենդելի հարցազրույցը Թակեր Կարլսոնին, որտեղ նա ջախջախեց Զելենսկու իշխանությունը բոլոր առումներով, թե ժողովրդավարության տեսանկյունից, թե խաղաղության տեսանկյունից, թե Գեբելսյան քարոզություն վարելու տեսանկյունից, թե սպիտակ փոշի քթերը քաշելու տեսանկյունից, այսինքն բացահայտ այդ աղջիկը, որը 2 տարուց ավել աշխատել է Զելենսկու հետ, խաղաքարտերը բաց պատմում էր, թե ինչ տիպի իշխանություն է Զելենսկու իշխանությունը, որին առաջադեմ, այսպես ասած, արևմուտքը, որ ներկայացնում է որպես ժողովրդավար լիդերի, այսինքն ժողովրդավարության պաշտպան է, չէ, ներկայացում Զելենսկին։ Այդ իրականում հա իրենց գործիքն է, դրա համար ամեն կերպ էլ արդարացնում են եւ օգտագործում են, ինչպես մեր տեղական Զելենսկուն։ Դե շատ նման է, ասում է իրեն գիտեն, որ այս մարդը գիտելիքներով չփայլող տկարամիտ, ինքնասիրարված, նարցիսական հովերով տարված անձնավորություն է, բայց քանի որ իրենց պետք է, իրենք դրան սարքում են որպես ժողովրդավար լիդեր, բայց իրականում, ասում է, ինքն է խոստովանում իր բառերն են, էլի, որ ճիշտ ուկրաինացիները դեռևս չեն հասունացել դեմոկրատիայի համար, ճիշտը դիկտատուրան է, ինձ պետք է Գեբելսյան քարոզություն, կարևոր չէ թե ինչ է կատարվում գետնի վրա, կարևորն այն է թե ինչ է ասվում եւ դա ասում են հազարավոր խոսող գլուխներ տարբեր հարթակներում։ Հիմա խնդրում եմ ուշադրություն դարձնել, համեմատել, էլի, նույն բանը տեղի ունենում Հայաստանում։ Կարևոր չէ թե գետնի վրա ինչ կա, շատերը հավատում են թե ինչ են խոսում նիկոլական ու պրոնիկոլական խոսող գլուխները Facebook-ներում, YouTube-ներում եւ այլն, եւ դա ընդունում են իրականություն։ Այդպիսի մի վիդեո կար, չէ, մի տղամարդ, որ կանգնացնում են, ասում են սահմաններին լարված, ասում են, չէ, լարված ես ընդից եմ գալիս, ոչ մի լարվածություն չկա, ասում է որտեղից, ասում է կոմպյուտերի դեմից։ Այսինքն հիմա կոմպյուտերի դեմի կարող է Արծրուն Հովհաննիսյանն է եղել։ Չէ, Արծրունից հետո էր դա արդեն։ Դե Արծրունը հեչ Արծրունը Գեբելսն է, փոքրիկ Գեբելսն է, էլի։ Այսինքն մենք գործ ունենք մի ըստ էության մենք հիբրիդային հարձակումների տակ ենք, հենց նույն արևմուտքի եւ արևմուտքի կողմի հովանավորյալների կողմից, որոնք ամեն ինչ անում են հայ ժողովրդի, հայ հասարակության ուղեղը լվանալու առումով։ Եվ պատահական չէ, որ ասենք ես սոցիոլոգիա չեմ այստեղ բերում, ես իմ ընկալումներն եմ ասում սոցցանցերի շփումներից ելնելով, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հիմնականում որոշ համեմատաբար բարձր է այն վայրերում, որտեղ կղզիացած են հիմնականում հմեկի հույսին են, Գեբելսյան քարոզության հույսին են, իսկ մեծ քաղաքներում, հատկապես Երևանում, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գրեթե զրոյական վիճակում է, որովհետև այդ քաղաքներում հասարակության զարգացածության, չգիտեմ, ինֆորմացիոն այլ աղբյուրներին հասանելիության տեսանկյունից իրենք ավելի շատ են այլ աղբյուրներից ինֆորմացիա ստանում եւ հասկանում են թե ինչ երևույթի հետ գործ ունեն, հետեւաբար իրենց վերաբերմունքը փոխվում է։ Իմիջիալոց այդ ուղեղները լվանալու շրջանակներում ես փորձեցի այսպես մի քանի հայտարարություններ Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հավաքագրել, իհարկե անհնար է բոլորը, որովհետև այնքան սուտ է խոսել, այնքան է մանիպուլացրել, որ մի ամբողջ հաղորդում, մի քանի հաղորդում նույնիսկ չի բավականացնի, փորձել եմ այն հիմնականները, հա, մեջ բերել, հիշեցնել մեր քաղաքացիներին, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը խաբում եւ ինչպես բերեց հանգեցրեց Արցախի հանձնման,
այսինքն ինչ էր ասում նախկինում եւ ինչպես ի վերջո բերեց եւ այս կատաստրոֆայի առջև մեզ կանգնացրեց ու հիմա նույն սպառնալիքը նաեւ Սյունիքի մասին, հա, քանի որ ինքը Սյունիքից է խոսում, իրականում ամբողջ Հայաստանին է վերաբերում այդ սպառնալիքը։ Ես առաջարկում եմ, որպեսզի դիտենք այդ տեսանյութը, որից հետո մեր զրույցը արդեն կշարունակենք հյուրի հետ։ Эти кадры претендуют на то, чтобы считаться сенсационными. В одном лифте ехали президент Азербайджана и премьер Армении. Բովանդակային որևէ քննարկում չի եղել։ Եղել է հենց ուղղակի շփում զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից։ Это не переговор, это неофициальное общение, и просто мы говорим и президент Алиев, и я просто говорим о наших восприятиях этой проблемы. Я могу представлять в этих переговорах Республику Армении. И я не могу представлять Республику Арцах по той простой причине, что граждане Карабаха не участвуют в выборах Республики Армения, то есть они меня не избрали как премьер-министра. Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Միացում։ Թող մեզ ոչ մեկ չասի, հա, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է այն էլ բանակցում եք։ Եկեք դադարեցնենք այս բանը, հա, ինչ եք բանակցում։ Հա, ինչ որ պետք է այն էլ բանակցում եք։ Карабах – это Азербайджан и восклицательный знак. Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 տարածքային ամբողջականությունը։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի։ Սյունիքը եղել է կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Արցախը Հայաստան է եւ միացում։ Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի։ Արցախը Հայաստան է եւ Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի։ Դիտեցինք Նիկոլի ստերը հերթական պորցիաներ ելևել է, ասենք, sense հազարավոր ռեպորտաժներ կա, հիմա այսօր հյուրընկալել ենք Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին, ով մասնակցում է ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով եւ պարոն Թևանյան վերջի շրջանում հիմա ստերին էլ կանրադառնանք անընդհատ հարձակումներ է նկատում ձեր նկատմամբ, կուսակցության նկատմամբ, կարծես Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ որ անհանգստացնող բաներ են հայտնվել, ինֆորմացիաներ կամ չգիտեմ հոգեվիճակն է փոխել, ինչով եք պայմանավորում այդ հարձակումները։ Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել։ Դա կոչվում է քաղաքական ճողվածք։ Ինչ է նշանակում քաղաքական ճողվածքը։ Քանի որ մեկ ճակատով չի մասնակցում ընդդիմությունը, մեկ մեծ ճակատով չի մասնակցում, որը էլի տեխնոլոգիա է եւ կարող է արդյունավետ աշխատել, այս դեպքում մի քանի ճակատներ կան եւ ինքը չգիտի որ կողմը հարձակվի եւ դա բերում է հիստերիկության։ Հայտնի ֆիլմի տարբերակով նա կգոռա, քացի կտա, կբողոքի, որ կդիմի դատախազություն եւ այլն, բայց դա ավանդույթ է։ Հիմա հայ ժողովուրդը այս ընտրություններում պետք է Նիկոլ Փաշինյանին տանի ԶԱԳՍ կամ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին տանի դատախազություն։ Ինչ է դա նշանակում, որ այս ընտրությունը լինել չլինելու ընտրություն է, երկու իմաստով լինել չլինելու։ Հայաստանի ու հայ ժողովրդի համար բառիզբուն իմաստով լինելիության գոյաբանական խնդիր է եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի համար է այդպես լինել չլինելու խնդիր։ Ինքը նայում է Սաակաշվիլիի ճակատագիրը, ինչ եղավ, լավագույն սցենար ունի իր աչքի առաջ Տիխանովսկայի ճակատագիրը, որին դեպս վերջերս հրավիրել են Հայաստան անհասկանալի կարգավիճակով, այս առումով լինել չլինելիության ընտրություն է եւ սա աննախադեպ է։ Նույնիսկ 21 թվականին պատերազմից հետո այսպիսի լարվածություն եւ գոյաբանական խնդիր
չկար։ Աշխարհաքաղաքական ֆակտորներ համեմատաբար քիչ այն ժամանակ։ Թուրքիան էր իրեն աջակցում այն ժամանակ։ Ոչ բացահայտ այդպես 21 թվականին ճիշտ է Թուրքիան հայտարարություն արեց Գենշտաբի հայտարարության Գենշտաբի հայտարարությունից հետո, բայց ընտրական գործընթացներում իրանք այդքան ակտիվ չէին։ Բայց հիմա բարես բուն իմաստով աշխարհաքաղաքական բոլոր ուժերը ներգրավել են այս ընտրություններում եւ սա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ճակերտավոր ձեռքբերումն է։ Այդ հարձակումները մեր դեմ պայմանավորված են նրանով, որ ինքը տեսնում է մի քանի ճակատ, հիմա որոշել է, որ մեր ճակատի դեմ պետք է հարձակվի, հետո մյուսների դեմ է հարձակվում, բայց սա հիշեցնում է նաև Գյումրիին, հիշում եք, այնտեղ Գյումրիում 4 հիմնական ուժեր կային, այդ թվում եւ Մայր Հայաստանը եւ իշխանություն չէր իմանում ում ուղղությամբ հարվածի եւ ի վերջո ճողվածք ստացավ։ Հիմա եթե մենք շարունակենք ակտիվ ինտենսիվ քարոզարշավը, իսկ մենք շարունակելու ենք ակտիվ ինտենսիվ քարոզարշավը, ապա այդ ճողվածքը իր մոտ շատանալու է, ինքը նյարդայնանալու է, հիստերիկանալու է, բայց դա միայն իրեն է վնասելու, թող շարունակի վնասելը։ Դե դրա համար էլ իրենք սարսափում են, ասում են Գյումրի 2 են ուզում անել, այ ժողովուրդ դուք ուշադիր եղեք, ձեզ խափում են, ասում են իբր տարբեր ուժեր են, բայց իրենք միասին են եւ վերջում միասնական իրենց զայները միացնելու են ու իրականում իրենց հեռացնելու են, էլի, այսինքն սարսափը դրանում է։ Դե հա, բնական է, մենք տարբեր ուժեր ենք իհարկե, հիմնական հավաքական ընդդիմության մաս կազմող ուժերը տարբեր ուժեր են, բայց մեկ հստակ դիրքորոշում ունեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելը։ Այս առումով ես կարծում եմ, որ շատ լավ միասնական մթնոլորտ կա անդիմադիր դաշտում, շատ կարևոր է միմյանց որևէ խնդիր չառաջացնել միմյանց դեմ, թիրախավորել, չքննադատել, այդպես էլ կա։ Եվ երրորդը արդեն համագործակցություն կոնկրետ ընտրատեղամասում, որպեսզի թույլ չտրվեն խախտումներ, թեև ես կարծում եմ, որ խախտումները մինչև ընտրություններն են, ընտրության օրն է կայանում, մենք արդեն տեսնում ենք խայտարակ ձևով վարչական ռեսուրսի չարաշահում իշխանության կողմից եւ տեսնում ենք նաեւ որ իշխանությունը աշխարհաքաղաքական է դարձրել այս ընտրությունը, որը վտանգավոր է Հայաստանի համար։ Ռուսաստանից մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, Ֆրանսիան իր փոքրիկ Մակրոնով ներգրավված այս process-ում շատ ակտիվ քաղաքական գործընթացների մասնակից է Ալիևը, Էրդողանը այսպես պապայաբար Նիկոլի համար պապայաբար հետևում է ընտրություններին, բայց մենք պետք է առաջնորդվենք կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան տարբերակով։ Պարոն Թևանյան, այդ աշխարհաքաղաքականի մասով տեսեք, նույնիսկ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ոգով սրտով ամեն ինչով նվիրվել է Ալիևի ու Էրդողանի շահերը այստեղ ներկայացնելուն, սպասարկելուն, չգիտեմ ինչ անելուն, բայց այնտեղից փշտանքներ է ստանում։ Դա ինչով է պայմանավորված։ Օրինակ Թուրքիան շատ ինչ նկատի ունեք։ Օրինակ, ասենք, ասենք եթե սահմանը բացեին, էֆեկտ կլիներ, չէ՞։ Ինչ որ այդպես կիսա, այդպես նույնը խոսքը, հա, ինչ որ երրորդ երկրից եկող ապրանքները կարող են նշվել մինչ Հայաստանի։ Հիմա այդ փշտանքը դա է։ Այսինքն ակնկալում են, որ սահման կբացվի, հիմա իրենց տալիս են ինչ որ կոդի փոփոխություն, ինչ որ չգիտեմ որտեղ եւ այլն եւ սրանք ուրախ ներկայացնում են, որ տեսեք, բանը ինչա տեղի ունի կամ ասենք այդքան եվրոպացի այստեղ հավաքում էին, այդ կրկես այդ շոուն եւ այլն, ակնկալում էին, որ վիզաների ազատականացման հետ կապված գոնե, ասենք կոնկրետ ժամկետ կնշեն, ասենք մի տարուց, 2 տարուց կամ մի ամսից, դա էլ չարեցին։ Չեն էլ անելու։ Այսինքն բոլոր առումներով գցնում է, շահերը իբր ստեղ ներկայացնում է, ոչ մի բան չկա դրա տակ Հայաստանի համար, պետության համար, ժողովրդի։ Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք երբ է Հայաստանի համար ինչ-որ բան եղել։ Իր համար է եղել անձամբ, դրա համար կանչել էր Զելենսկիներին եւ այլն, համ իրեն են օգտագործում, համ ինքն է փորձում օգտագործել։ Փոխադարձ օգտագործման պայմաններում են տեղի ունենում Նիկոլ Փաշինյան ԵՄ գլոբալիստական թևի շփումներ հարաբերությունները փոխադարձ օգտագործման եւ միակողմանի նվաստացման պայմաններում են տեղի ունենում Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան եւ Թուրքիա հարաբերությունները ու այս ընտրությունները իր առանձնահատկությամբ շատ նման է, ես չեմ ուզում վախեցնել, բայց պետք է ասեմ, որ շատ նման է Արցախում տեղի ունեցած վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ Չեք չափազանցնում, պարոն Թևանյան։ Բարդ բուն իմաստով նույն ընտրություններն են։ Մենք այն ժամանակ այսպես տագնապի շեփոր ենք հնչեցնում եւ ասում ենք, որ սա կարող է վերջին ընտրությունը դառնալ Արցախի համար։ Բայց ոչ մեկ չէ հավատում այնտեղ։ Այո, ցավոք սրտի այնքան չէին հավատում, որ նույնիսկ այդ զարգացումների օրերին
չէին հավատում, որ կարող են Արցախը կորցնել կամ Արցախից կարող են դուրս գալ։ Դա քաղաքական վերնախավի խնդիրն է իհարկե, բայց այս ընտրությունները կարող են Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում դառնալ վերջինը Հայաստանի համար, եւ եթե արցախցիները տեղ ունեին գալու, ապա հայ ժողովուրդը տեղ չի ունենալու գնալու այդ առումով։ Եվ մենք կարող ենք 21-րդ դարում ականատեսը լինել այնպիսի զարգացումներին, որոնք կհիշեցնեն ցեղասպանային գործընթացներ։ Ես սա ոչ թե խտացած գույներով, այլ շատ ավելի մեղմ տարբերակով եմ ներկայացնում։ Իրականում Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական զոհասեղանին է դրել Հայաստանը, հանուն իր կաշվի փրկության, եւ հիմա անում է քայլեր, որոնք բացարձակապես չեն բխում Հայաստանի Հանրապետության շահից։ Օրինակ մեզ ինչ պետք է, որ մենք Ռուսաստանի դեմ պատերազմ մղենք, լինի դա տնտեսական, դիվանագիտական կամ այլ տիպի։ Մենք երբեք Ռուսաստանի հետ նման խայտառակ հարաբերություններ չենք ունեցել եւ սրա մեղավոր Նիկոլ Փաշինյանն է։ Տեսեք, մենք ունենք ողերիմ հարևաններ, այսպես ասած։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը մեզ զրկում է դաշնակիցներից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը բերել է նրան, որ ռուսական ռազմաբազան դուրս գա Գյումրիից։ Հենց դուրս եկան հաջորդ օրը Թուրքիա մտնելու է։ Ուղիղ Գյումրի, Ախուրյան եւ այլն, ինչպես որ նախկինում ենք տեսել ենք պատմության ընթացքում։ Մտնելու են Սյունիք, մտնելու են Վարդենիս, մտնելու են Տավուշ, բոլոր ուղղություններով մտնելու են եւ որևէ մեկը չի կանգնեցնելու։ Եթե մենք այդ հարաբերությունները փչացրեցինք։ Բայց վտանգի զգացողությունը կա ժողովրդի մոտ, որովհետև օրինակ չեմ ասում բոլորի, շատ կարող է շատ քիչ հատվածներ, որ ասում են տեսեք, այդ իր քայլերը, Պուտինի հետ խոսելը, չգիտեմ, ռուսներին այսպիսի բաներ ասելը, դա Հայաստանի ինքնիշխանության բարձրացման ցուցիչներից է։ Ավելի ցածր մակարդակ ինքնիշխանության մենք երբեք չենք ունեցել։ Պուտինի հետ այդ խոսելուց հայ ժողովուրդը ոչինչ չի շահում։ Կայսրությունները, ինչպիսիք են նաև Ռուսաստանը, իրենք ունեն հետևյալ հատկանիշները, անոնց ռուսական տերությունը, իրենք կարող են հանդուրժել, արչիպես իրենց բան եւ վերջում անսպասելի առանց դեմքի միմիկան շարժելու այնպիսի քայլ անեն, որ մենք դրանից դուրս ենք։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը կհարձակվի։ Ռուսաստանը երբեք պատմության ընթացքում հայ-ռուսական պատերազմ չի եղել եւ սա աննախադեպ երևույթ է ընդհանրապես ռուս-վրացական եղել է, ռուս-թուրքական եղել է, բայց հայ-ռուսական պատերազմ չի եղել եւ այդ առումով իրենք որևէ քայլ չեն անում, բայց իրենք էլ իրենց, այսպես ասած, պատկերացումներն ունեն, որ ինչի պետք է մենք հանդուրժենք հայկական Զելենսկուն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկին է։ Այդ առումով հայտարարություն էր իհարկե մայիսի 9-ի հետ կապված Զելենսկու հայտարարությունը, որը Երևանից հնչեց եւ դա անարգանք էր նաեւ մեր բոլոր հերոսների հիշատակին, մեր պապերի։ Եվ այս առումով Ռուսաստանը կարող ուղղակի տնտեսական իր գործողությունները անել, որից Ռուսաստանն չի շահելու իդեպ ասել, որովհետեւ իրենք կարող են կորցնել հարավային Կովկասը, բայց հիմա մենք գիտեք հայկական քաղաքական միտքը միշտ է եղել, որ մենք ուրիշներին բացատրել ենք իրենց շահը։ Եվ ասենք, որ այ եթե մեզ վատ լինի, ձեզ էլ վատ կլինի, բայց մարդիկ տեսնեն, որ եթե մեզ վատ է լինում, ապա դա ցեղասպանություն է դառնում, ուրիշները իրենց հարցերը կլուծեն, Ռուսաստանը թող ինքը իր դարդերով տապակվի, մենք մեր դարդն ենք, եւ մեր շահերից բխում է, որ մենք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենանք եւ կարողանանք մեր շահերը պաշտպանել։ Բայց այդ վտանգի զգացողությունը դուք շփումն է, ակտիվորեն շփում եք հասարակության հետ, տնետում, բակեր, փողոցներ եւ այլն, զգում եք, որ կա այդ անհանգստություն։ Առավել եւս օրինակ Նիկոլ Փաշինյանը կանգնում է Սյունիքում հայտարարում է, ասում է, որ Սյունիքին որևէ վտանգ չի սպառնում ու դուք մի տրվեք այդ խոսույթներին, այդ սպառնալիքներին, որ Սյունիքին նույնիսկ չի ասում ամբողջ Հայաստանին, նույնիսկ Սյունիքին որևէ վտանգ չի սպառնում։ Դե ժամանակ էլ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետք է հակառակ իմաստով անցալել։ Մարդիկ հարթնանում են քնից, այս քարոզարշավը այդ հնարավորությունը նաեւ տալիս է։ Մենք էլ մեր քայլով ցույց ենք տվել, որ մենք այնքան բարձր ենք գնահատում վտանգի հավանականությունը, որ ոչ թե առանձին ենք մասնակցել, բարգավաճ Հայաստանի հետ ենք մասնակցել։ Շատերը կան ասում են, որ դուք անցողիկի խնդիր չունեք, բան եւ այլն, ասենք դա կապ չունի, մենք անցողիկի խնդիր չենք լուծում։ Մենք լուծում ենք իշխանափոխության խնդիր, իսկ բարգավաճ Հայաստանի հետ գնալը եւ մասնակցել այս ընտրություններին, դա մեսիջ է մեր հասարակությանը, որ
մենք պետք է կոնսոլիդացվենք, միավորվենք։ Այս առումով ես քանի որ կառավարության փուլը շատ հանգիստ ասում եմ, որ հունիսի 7-ին պետք է ընտրել համար 7-ին, մենք հանդես ենք գալիս համար 7 քվեաթերթիկով, ինչու պետք է ընտրել, որպեսզի մենք կարողանանք հավաքական ընդդիմությանը հնարավորություն տալ հաղթելու։ Այս ընտրությունները նաև կարող եմ ասել մի առանձնահատկություն էլ ունեն, մարդիկ երբ որ ասում են այլ ինչ խնդիր եք լուծում, ես ասում եմ, որ մեղմ ասած իդեալական խնդիր չենք լուծում։ Ինչ առում։ Ասենք որ առումով միշտ ասում են, չէ, սա լավն է, վատն է, չգիտեմ, սև է, սպիտակ եւ այլն։ Ես ազնիվ ձևով ասում եմ, այս ընտրությունները իդեալական քաղաքական ուժի կամ իդեալական քաղաքական առաջնորդի ընտրության մասին չեն։ Մեղմ ասած, այս ընտրությունները թող այդպես գնահատեն մեր քաղաքացիները, չարյած փոքրագույնի ընտրություն են։ Չարյած փոքրագույնն այն է, որ մենք կունենանք Հայաստան եւ հետագայում նոր իշխանության ձևավորման պարագայում Հայաստանում կկարողանանք կազմակերպել գործընթացներ, որոնք առաջինը կապահովեն անվտանգություն եւ խաղաղություն եւ երկրորդը հնարավորություն կտան զարգացում ապահովելու։ Մյուս թևում Նիկոլ Փաշինյանն է, որը 100%-անոց կործանում է ենթադրում։ Հիմա կործանման եւ չարյած փոքրագույնի միջև ընտրությունը ակնհայտ է, պետք է ընտրել չարյած փոքրագույնին։ Այսինքն սա ավելի շատ հնարավորության ընտրություն է, այսինքն այն դեպքում դու հնարավորությունից զրկվում ես 100%-ով, իսկ ես դեպքում ստանում ես հնարավորություն։ Ստանում ես Լավ չի, քարքարոտ։ Գյումրիում մենք այդպես չարեցինք։ Գյումրիում այնպես չէ, որ մենք ասում ենք, վայ, այդպես իդեալական վիճակ կա, իդեալական տեխնո։ Էլի չարյած փոքրագույնի տրամաբանությամբ գնացինք, որպեսզի զրկենք քաղաքացիական պայմանագրին իշխանությունից։ Հիմա նույնը այստեղ պետք է անել։ Այսինքն մենք ոչ թե գովում ենք, ասում ենք մենք աննման ենք, այսպես սազնարած ինքներս մեր չենք գովում։ Մենք անկեղծ ենք ընտրողների հետ, սիրելի ընտրողներ, գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք ցանկացած ընդդիմադիր ուժի, որը համարում եք, որ անցողիկի հնարավորություն ունի, որպեսզի ձայները կոնսոլիդացվեն, մեկտեղվեն եւ մենք հնարավորություն ունենանք իշխանափոխություն իրականացնելու։ Հակառակ պարագայում բացեք Արցախյան օրերի վերջին այդ ժամանակագրությունը եւ պատկերացրեք, թե ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը։ Սա շատ կարևոր մեսիջ է, որ մենք պետքա տանք մեր ընտրողներին։ Դրանից հետո բնականաբար մեր ծրագրերն ենք ներկայացնում, թոշակների հետ կապված, անվճար կրթության հետ կապված, բիզնեսի ցածր հարկային տոկոսադրույքների հետ կապված, վարկային գերությունից ազատելու հետ կապված, այս բոլորը մեր փաթեթում կա։ Եվ մասնավորապես Երևանի խնդիրների մասին մենք հսկայական փաթեթ ունենք լուծումների, եւ Մայր Հայաստանը որպես թիվ 1 խմբակցությունը Երևանում իր ակտիվ քարոզարշավը իրականացնելու է, այսօր էլ ենք մենք, երեկ էլ ենք լինելու, վաղն էլ ենք լինելու, բոլոր վարչական շրջաններում լինելու ենք եւ ներկայացնելու ենք նաեւ մեր ծրագրերը։ Բայց ամենակարևորագույն խնդիրը, որ Հայաստանի անվտանգության եւ խաղաղության ապահովման հարցն է, որը մենք առաջ ենք քաշել եւ այդ երաշխավորված խաղաղության մոդելը մեր մոտ հենց ամբողջ բացվածքով ներկայացված է։ Այնպես որ մեր ընտրողներին պետք է կոչանենք անպայման մասնակցեն։ Ժամանակի մի հատ բանաձև կար, քվեարկիր, որպեսզի չպարտվես։ Հիմա մեր մոտ Ռուսաստանում է, Գալասոյատո պրոյգրայր։ Հիմա մեր մոտ պետք է ասել անպայման տանես դուրս արի մասնակցի ընտրությանը, որպեսզի հաղթես կամ առնվազն չպարտվես։ Գաղթական չդառնաս։ Կորոնավիրուսի ժամանակին որ ասում են մնացեք տանը, փրկեք կյանքեր, հիմա տնից դուրս եկեք, փրկեք կյանքեր։ Մոտավորապես դա իմիջիայլոց բան Տևանյան զուտ այսպես քարոզարշավին նայելով եւ այլն տպավորություն է, որ տոտալ մերժվում է Նիկոլ Փաշինյանը հատկապես Երևանում։ Երևանում այո, ինքը բնականաբար այդպես է, բոլոր քաղաքներում էլ այդպես է լինելու։ Գյուղերում էլ հիմա, այսպես ասած, մեկը բոլորիս համար հասանելի է դարձել, այդ քարոզարշավը կաշխատի։ Գյուղերում բավական ակտիվ Բարգավաճ Հայաստանը աշխատում է։ Ծառուկյանը գրեթե բոլոր գյուղերը ինչքան հասցնի այցելելու է, մենք աշխատանքի բաժանում ենք արել, այսպես Երևանը եւ մարզերը։ Այդ առումով կփորձենք ամբողջ այդ հանրային ծածկույթը ապահովել եւ նաեւ քանի որ այլ ընդդիմադիր ուժեր նույնպես ինտենսիվ քարոզ են տանում, ես կարծում եմ, որ ուղերձները տեղ կհասնեն։ Մնացած արդեն մեր քաղաքացիների ձեռքում է, բայց գլխավոր պատասխանատվությունը եւ գլխավոր ֆունկցիան, որ պետք է կատարեն, դա քաղաքական ուժերն են, որոնք պետք է մարդկանց նախ համոզեն գնալ ընտրատեղամաս եւ երկրորդը համոզեն քվեարկել իշխանության դեմ, որևէ ընդդիմադիր ուժի օգտին։
Շնորհակալություն պարոն Թևանյան, հետաքրքիր զրույցի համար։ Այս լավ նոտայով էլ ավարտենք, հա, Տերենիկ, թե էլի բաններ կարելի է շատ երկար քննարկել, բայց կարծում եմ Քարոզ Արշավին ահագին ժամանակ կա եւ անընդհատ ամեն անգամ կփորձենք ինչ որ թեմա փակագից բացել ու հասկանալ թե ինչքան ենք մոտեցրել այդ չայրած փոքրագույն Ես քիչ հարաշահում կանեմ եւ ձեզ կխնդրեմ ավելի հաճախ հրավիրել այս ընթացքում Կարող ենք ամեն օր էլ հրավիրել։ Երեկոյան զրույցներ փոխարոն շուշ Ռուսվելտը որ անում էր, չէ՞, այսինքն կարելի է Չէ, բայց Քարոզ Արշավը արդեն չենք հասցնի, որովհետև ինչպես նշեցիք, Մայր Հայաստանը բոլոր վարչական շրջաններում գրեթե ամեն երեկո լինելու է եւ տետատետ քաղաքացիների հետ հանդիպելու է, այս ուղերձները նաեւ դեմարդեմ մենք փոխանցելու ենք մեր քաղաքացիներին։ Եթե հարցեր ունեք, նկատառումներ ունեք, նամակներ ունեք, կարող եք մոտենալ այդ գրաֆիկ հրապարակվում է, չէ՞, պարոն Թևանյան։ Կարող եք մոտենալ ձեր հարցերով քննարկել, հասկանալ եւ այլն։ Շնորհակալություն։ Ես Իսկ մենք մեր ունկնդիրներին եւս մեկ անգամ հորդորենք, որպիսի միանան մեր բոլոր սոցիալական ցանցերի էջերին։ Միացեք, որ փոխենք։